Հայ զինվորը մարտնչեց ոչ միայն իր սրբազան հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, այլ նաև հանուն իր հավատի ու պատվի։ Անմահանալով նրանք վառ մնացին ազգի սրտում և հիշողության մեջ։ Նրանց շարքերում էր Գոռ Վաչիկի Ղահրամանյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 19-ին Ասկերանի շրջանի Պատարագ գյուղում։ Մինչև 9-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանին կից քոլեջի տեխնոլոգիական ֆակուլտետը։ Քոլեջում ուսումը կիսատ թողնելով 2020 թվականի հուլիսին զորակոչվել է պաշտպանության բանակ և պարտադիր զինվորական ծառայության անցել ջրականի զորամասում։ 2020 թվականի պատերազմի ընթացքում նրանց ստորաբաժանումը սկզբից մարտեր մղեց զորամասի պահպանության վայրերում, այնուհետև հարավային թևի տարբեր հատվածներում։ Շարքային Գոռ Ղահրամանյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութի Վարդաշատ և Վանք գյուղերի հատվածում հրազենային մահացու վիրավորումից։ Գոռի դիակը տեղանքից հանվել և դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Նրա զոհվելու փաստը հաստատվել է 2021 թվականի մարտի 8-ին։ Գոռ Ղահրամանյանը հուղարկավորվել է 2021 թվականի մարտի 14-ին ծննդավայր Պատարայի գերեզմանոցում։ Գոռ Ղահրամանյանը սիրված էր ոչ միայն ընտանիքում, նաև դպրոցում, գյուղում, հարևանության շրջանում։ Ուսուցիչները և համադասարանցիները չեն կարողանում նրա մասին անցյալով խոսք ասել։ Ոչ մի կերպ չեն հաշտվում նրա զոհվելու փաստի հետ։ Դպրոցում սովորելու տարիներին զբաղվում էր նաև սպորտով, սիրում էր ֆուտբոլ, խաղում էր դպրոցի թիմում և տարբեր մրցումներում զբաղեցնում մրցանակային տեղեր։ Գոռը առաջին դասարան ոտք դրեց իր ծնողների ուղեկցությամբ, ծաղկեփունջով, հաստատակամ քայլերով։ Գոռը շատ խելացի, ուշիմ, խելոք աշակերտ էր։ Նրա նշանակել էի դասարանի ավագ։ Նա ուսման գերազանցիկ էր, օգնում էր դասերից ետ մնացողներին, ուներ անչափ գեղեցիկ ձեռագիր։ Նա մեծ սիրտ ուներ, հոգի ուներ։ Գոռը եղել է ամբողջ դպրոցի սիրելի աշակերտը։ Նա գերակշռել է ավելի շատ հայոց գրականությունը, որտեղ նա ստեղծագործության ունակություն ունեցել։ Դասերին գալիս է պատրաստ, գեղեցիկ, կոկիկ։ Շատ սիրելի իմ կողմից աշակերտ, լրջամիտ, կատակասեր, այնքան էլ լավ ստացվում է հետ դասեր անելը։ Ես սովորություն ունեմ բոլոր աշակերտներից հուշեր պահել։ Ցավոք նրանից չունեմ։ Բայց 2020 թվականի պատերազմից հետո պատահմամբ ես գտա մի նկար, որը արել էր Գոռը։ Այս նկարը պահում եմ իմ թղթապանակում որպես ինձ հուշ։ Չափից շատ ընկերասեր, կատակասեր, զուսպ, ինչպես նաև ակտիվ անձնավորություն էր։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, սակայն ամեն ուրբաթ օր դասերից հետո գյուղ այցելելուց նա այցելում էր դպրոց, ներկա էր լինում դասերին, այցելում էր նաև իր ընկերներին։ Սիրում էր նաև ճանապարհորդել։ Եգիպտոսից վերադառնալուց հետո մեզ համար բերել էր հետաքրքիր հուշանվերներ։ Առաջին դասարանից նույն նստարանին նստելով մենք մինչև 9-րդ դասարանը միասին ենք անցկացրել։ Նա միշտ կապող օղակ է եղել մեր դասարանցիների համար, միշտ ցանկացել է, որ միասին լինենք, միշտ հավաքույթների ինքն էր կազմակերպում, որ միասին միտեղ գնանք։ Նրա նման կենսուրախ, կյանքը սիրող, ընկերասեր ու կատակասեր մարդ հիմա շատ դժվար է պատահում եւ դպրոցում նա իրոք տարբերվում էր, որ ինքը մտնում էր դասարանով մեր օրը միանգամից մի քանի աստիճանով ուրախանում էր։ Հիշում եմ, որ Գոռը Եգիպտոսից եկավ, մեծ դասարանից խոսքեր տվել, նվերներ բերել մեզ համար, հուշնվերներ։ Ու ընդհանուր նվերը եղավ այն, որ սառնարանից ինձ մագնիսներ էր բերել փոքր, ու անընդհատ այդ աչքի առաջել ու քանի անգամ աչքովս անկնում, էլի միշտ Գոռին եմ հիշում։ Գոռը մեր մանկության ընկերն էր, նա շատ էր սիրում ընկերությունը, մենք 4 հոգով ընկերություն էինք անում, շատ էր մեզ օգնում ամեն հարցում։ Եղել է շատ ակտիվ երեխա, մանկությունում մեր շրջապատում հարազատների հետ, ամեն ինչի մի քայլ առաջ էլ տեսնալիս, լավ դասարանալ, մինչև հիմա էլ ընկերները միշտ կյամում։ Խելոք, դաստիարակված, ամեն դեպքում օգնելիս մեզ, միշտ կոկիկ հագված, մազերը ծոր սարքած, համարյա մեր ընտանիքը քլարմոք։ Լարիսա բաբողունցոս, բարև ամեն օր
ամնոր ձերքից մեզ պայուսակալա վերցրալա շատ խելոք տղա էլա շատ Գորը ծնվել եւ մեծացել է կարգապահ եւ օրինակելի ընտանիքում դրա ապացույցը Գորի պահվածքներ դպրոցում նա սևաչյա գանգուր մազերով հպարտ կեցվածքով փոքրիկ տղա էր երբ հաճախել էր դպրոց Գորը այդպես էլ չփոխվեց նա պահեց իր հպարտ կեցվածքը եղել է ակտիվ աշակերտ մասնակցում էր արվեստների դպրոցի դհոլի խմբակներին ինքը բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից էր իր դհոլով հուզում էր բոլորին եւ գրավում էր բոլորի ուշադրությունը դպրոցում սովորելու տարիներին Գորը իրեն բաղում էր շատ համեստ բոլորը գովում էին ընկերասեր էր հանգիստ համեստ մասնակցում էր բոլոր միջոցառումների լինի դա ներդպրոցական թե արտադպրոցական եւ բավականին լուրջ հաջողությունների էր հասնում բնավորությամբ շատ པարզ մաքուր ազնիվ անմոռանալի միաձնավորություն է ծնվել մեծացել իր մանկապատանեկան դաստիարակությունը ստացել է այնպիսի մի հարգված սիրված օջախում ինչպիսին է մեր Վաչագանի եւ Անուշի գեղեցիկ օջախն է մեծ հարգանք էր վայելում յուղի հասարակության կողմից, նամանավանդ երիտասարդության կողմից։ Տան փոքր երեխաներ, մեր կրտսեր եղբայրը, երևի ինչպես բոլոր ընտանիքներում, նույնպես էլ մեր ընտանիքում, ամենաշատ սերը հյուրանոցների է։ Փոքր ժամանակվանից էլ միշտ աշխուժ առույգ երեխա էր կյանքով լեցուն, ամեն ինչով հետաքրքրված, ամեն ինչը արագ յուրացնող, սովորող, միշտ փորձան նմանվեմ մեզ մեծերից, մեծ եղբայրներին, ամեն հարցում մասնակցի մեր կողքին լինի, սովորի մեզնից ամենալավ բաները, փորձել ենք շեղենք, միշտ հեռու պահենք վատից եւ ինձ թվում է մեր մոտ ստացվա դա։ Մեծ հետաքրքրություններ ուներ դպրոցում բոլորը գովում էին իր դաստիարակությունից, իր շնորհքից, իր սովորելուց չէր սիրում, որ իրեն օգնեն, սիրում էր, որ միշտ ինքը օգներ իր ընկերներին, թե ընտանիքին չնայած փոքրներ, բայց մենք ինքներս էլ արդեն պատանի տարիքում իրանից շատ բաներ ենք օրինակում ու սովորում, որովհետև ինքը ուրիշ ձև էր մտածում ավելի հասուն կեցվածք ուներ, ավելի հասուն մտածելակերպ ուներ, ավելի սառն էր դատում, չկար մի այնպիսի քայլ, մի այնպիսի արարք, որ դիտողության արժանի լիներ։ Բոստանում աշխատելուց էլ անգամ սիրում էր կոկիկ, մաքուր շորերով, հայելու դեմը երևի մի 10 րոպե պատրաստում էր նոր տնից դուրս էր գալ։ Հետաքրքիր է գալու այդ ամեն ինչը։ Самостоятельности ասելիս եղել հապա ստիմուլ, եստիչումալ, քեոզալ ինքը գործան ինքը աշխատալ, շատ հնգերասեր փոխարը։ Բանակ զորակոչվեց մեծ ուրախությամբ, ինչը կրկնապատկվեց, երբ իմացավ, որ պիտի ծառայի ջերականում։ Հայրենիքի հավատարիմ զինվորը համեստ, կոկիկ, հարգված ու պարտաճանաչ էր։ Զորացրվելուց հետո մեծ նպատակներ ուներ։ Քեցավաբանակ, Տրանսկիանա տարածքել է դեր դասաճ։ Տելեֆոնավок միշտ դիխուսելիս լաշ, բելիսիլար։ Ողլավ ամարխային կաց միշտ աշխուժալախուսելիս։ Բանակի համար քեցավակին կոմիսարիատ վեր պիտի յուրան ճանապարհին ավտոյից իջել խասմամ մայեք ստեղ նկարվինք։ Վերջին նկարն ալալ է գորը։ Ես ամուսինս գորում ես նկարվալուկ յուրան ճանապարհալը քեցավ։ Գալա Ջաբրայել մստղասել ալալ ընդեղ ինքան դեղ օֆիցեր ալալ հետո յունչուրան տեղա փոխմա Մարտակերտ գորմը նամա Ջաբրայել խոսմա ասմաման բանակը լավա ինչ ուզեն գարկի քասալած տղա մեն ինչ նորմալ է։ Մենք որոշել էինք, որ միասին բանակ զորակոչվենք, այնպես ստացվեց, որ ինքը գնաց մի քանի օր հետո ես հուլիսին երբ գորը գնաց բանակ, հավաքույթ էր կազմակերպել դասարանցիների համար, հավաքվեցինք, վերջին հրաժեշտը տվեցինք եւ դա եղավ վերջին անգամը, երբ մենք տեսանք գորին։ Պլաններ ալալ, իրան вообще լավ պլաններ ալալ։
կյամ բանակ, կյամ ստիգի կնյան, այդ մաշինը որ երեմ կարել ինքը նախաչ բերալ կախտուալ, ամա յոլա կենյա միչև կյամ, որ կյամ պխոլյանը, հերատես խոխայել ալ։ Ծառայել է մեխակաղանի զորամասում, ծառայությունը սկսել էր նորակոչիկների գումարտակում, 5-րդ գումարտակում, որպես ականանետային մարտկոցի հաշվարկի համար։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Գոռը 2 ամսվա ծառայող էր, նա 5-րդ ուսումնական գումարտակի ականանետային մարտկոցի զինվոր էր, սակայն արդեն յուրացրել էր մարտավարական կանոններն ու տիրապետում էր իր զենքին։ Պատերազմի առաջին օրերին ջրականի պահպանության վայրերում էին, որտեղ մնացին մինչև հոկտեմբերի 5-ը, այնուհետև ստորաբաժանումը հրաման է ստանում նահանջել եւ անցնել պաշտպանության չռիկներ կոչվող շրջանում, որտեղ տղաները մարտնչեցին 2 օր։ Հոկտեմբերի 7-ին նրանց ստորաբաժանումը տեղափոխվեց Հադրութ քաղաք եւ տեղակայվեց դպրոցի շենքում վերախմբավորման նպատակով, իսկ հոկտեմբերի 9-ին անցան պաշտպանության Հադրութի Խորհատսար կոչվող տեղանքում։ Պատերազմը վերսկսալա, զանգատվալ, խոսալա, իբ ասալım գոր հունցոս շտեղս ասալամ ամակում նենա վեր ես լավնիմ, տղա ասալ չի, միշտ ասալա ես ինım լավ, իմ տղս լավ ալ, ինձանա նիգերա մեկ կենել, բաղթալալ վեր մի քանի օր խոսալ չի, վեր անհանգստացալը կասամ գորխը խոսում չստուգիտ մս վեր ամեն օրոզում սեսից կալամ, ասմա մամա կարողա շեբետինի կարիմ ուր զանգտամ, նիգերան չկենաս, հետո կապը ընդհատվալա։ Տղան մազ հաննման տանման Երևան, ոզալ չմ կինամ, ես երկու տղաս ասմա մամա տու պիտի կինաս, ասամ պավեր գորը կյատորնը կապացնի, ու ասմա նանատր, ասալան կինամ ու կենենք ստեղ վեր գորը կյամ մեր կողպնակելը, Միջև պատերազմը կապ էինք պահում իր հետ, պատերազմի ժամանակ կապը կորեց։ Արդեն սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից անձազերծված այդ չարաբաստիկ պատերազմի ժամանակ իր ընկերների, զինակից ընկերների հետ մեխակավանում, այնուհետև Հադրութի մատույցներում տարբեր ուղղություններով մարտի մեջ է եղել հակառակորդի հետ։ Մշտապես 1-2 օրը մեկ կապի մեջ էինք խոսում էինք իրար հետ, բայց հոկտեմբերի 10-ից այլևս կապ չունեինք նրա հետ։ Անգամ ծանոթների, բարեկամների, զինակից ընկերների զանգելով չկարողացանք նրա հետ կապնվել։ Ամսի 8-9-ին զանգատուալ, ասում հիչ կա, հիչ չկա, այն փիս վղտերքին։ Ամա պապա բոմբա յալող։ Էտա վերջ զանգտայել։ Հայրենաս երալ շատ։ Հոկտեմբերի 12-ին հակառակորդի դիվերսիոն խմբերի հերթական ներթափանցման ժամանակ Գոռ Ղահրամանյանը ստորաբաժանման իր ծառայեկիցների հետ մտել է մարտի մեջ եւ մարտնչել Քաջաբար։ Նրանք հակառակորդին հասցրել են բազմաթիվ կորուստներ։ Այնուհետև անձնակազմը խնդիր է ստանում տեղափոխվել այլ վայր, սակայն Հադրութի Վարդաշատ եւ Վանք գյուղերի միջգյուղական հատվածում գումարտակն ընկնում է շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ նրանք համառ դիմադրություն են ցուցաբերում, սակայն ուժերն անհավասան էին։ Թշնամին օգտագործում էր հրազենային տարբեր զինատեսակներ։ Այդ չարաբաստիկ օրը Հադրութի Վարդաշատ եւ Վանք գյուղերի տարածքում շարքային Գոռ Ղահրամանյանը զոհվում է թշնամու հրազենային վիրավորումից։ Նրա հետ զոհվել են գումարտակի գրեթե բոլոր զինծառայողները։ Դիակը տեղանքից հանվել է որոշակի ժամանակ անց եւ տեղափոխվել Հայաստան դատաբժշկական փորձաքննության։ Ընտանիքը որդուն փնտրում էր ամենուր, սակայն ոչ զոհերի մեջ։ Ծնողները Գոռի զոհվելու մասին լուրն իմացել են միայն 2021 թվականի մարտի 8-ին։ Երկար ժամանակ խաբար չինել, վերասալն զինվորն պերալ հետը վեշ թողտ կա, վեշ նկար, վեշ մինպեն, կեցալım Տալիս հարսը միշտ ինձնա հետ Երևան մանակ եկալ հիվանդան ուսնեն միջև ռանիմացիկն էլ մտալıq։ Բայց դիել Գոռն ճարալ չի։ Հետո դկտորալ եկավ ստա մարտի 8-ին կեցալım քաղաք։ Քերուս տղան ինձ կանչել է հյուրաստուն։ Կեցալım հյուրաստուն, սեղանն տիրել վեր պիտի նստեինք։ Ամուսինս զանգալա ասալա մազգանչման։ Պիտի կինանք հոսպիտալ,
Քեցալը քնդող տեսալը մին վայնի ֆորմած մինջա կա երիտասարդ մատղայա ընդեղ կաղնած ասմա տուքիզնը հետ եկիք այրին տակ բայց պինչն ասա գիտացացում ինչու հոտեք քեցալım այրին հազնալ սպասալը վեր պատասխանը թե յուրա երան զանգա եկալ այդ տղան զանգեն պատասխանալա ասմա կներեք հետո կզանգում ասմա ես սող զոհվածից ունողին հետո այդ մամենտին գացավեր Պասկա ուչ Մարտի 8-ին վերնակուց Հոկտեմբերի երբ մենք գտնում էինք Երևանում մեր դասարանից Պարքևը հայտնեց այն լուրը, որ Գորի մասին նորություն չկա ու դրանից հետո մինչև մարտ ամիսը Գորին չէին գտնում Մարտ ամսում երբ արդեն մենք գյուղում էինք գտանք Գորին մենք այսօր փառքով ենք հիշում մեր Գորին եւ կարոտում ենք մեր դպրոցական տարիները Եվ ամիսներ անց այդ գութը հասավ մեզ նրա զինակից ընկերները միշտ պատմում են նրա հերոսություններից ինչպես քաղաքացիական կյանքում էր ուշադիր հասուն մտածելակերպով այնպես էլ ծառայության մեջ ճիշտ գնահատում է իրավիճակը եւ որոշումներ կայացնում նրա մանրատարական կազմը ևս գոհ էր նրա ծառայությունից տարբեր սպաների կողմից բնութագրվել է դրական Երբ մարտի 11-ին դատաբժշկական նույնականացման թեստի արդյունքում հաստատվել է Գոր Ղահրամանյանի զոհվելու փաստը, մարտի 12-ին դիակը տեղափոխվել է հայրենի պատարա։ Գոր Ղահրամանյանը հուղարկավորվել է 2021 թվականի մարտի 14-ին ծննդավայր պատարայի գերեզմանոցում։ Ղահրամանյանների օջախում Գորը ընտանիքի կրտսեր որդին էր։ Եղբայրներ Արմանն ու Արամը զինվորականներ են։ Գորի մայրը Տիկին Անուշը շատ էր կապված Գորի հետ, ասում է, որ Գորը ընտանիքի սիրելին էր ու միշտ էլ այդպես կմնա։ Տիկին Անուշը ուժեղ կին է, որդեկուրույս մայրը ցուցադրում է մարտադաշտից բերված որդու իրերը, հեռախոսը եւ դրամապանակը։ Գորի զինվորական համազգեստը խնամքով պահվում է տանը, նրան նվիրված փառքի անկյունում։ Այլ իրերի համար նախատեսված հարմարանքը ինքն էր պատրաստել մինչև բանակ զորակոչվելը, սակայն այն այժմ իր նկարներով է զարդարված։ Գորի հայրը Վաչիկ Ղահրամանյանը Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ է, մասնակցել է բոլոր պատերազմներին ու մինչև այժմ էլ ծառայում է պաշտպանության բանակում։ Հայրն ասում է, Գորի հետ միասին են մեքենա գնել ու մեքենայի խաչը հենց Գորն է կախել որպես զարդանշան սրբություն, կախել է ու գնացել բանակ։ Ասել է, պոպ թող այսպես մնա, երբ բանակից գամ նոր մեքենա կգնենք։ Այսօր այն հոր թանկ հուշանավերն է դարձել, փրկիչ սրբությունը, որն այդպես մեքենայից կախված պահում է մեծ խնամքով։ Գորի ավագ եղբայրը Արմանը իր որդու անունը եղբոր հիշատակին է անվանակոչել։ Գորի մորաքույրը ևս իր թոռանը Գոր է կոչել։ Պատարայի միջնակարգ դպրոցի ուսուցիչները հպարտ են, որ իրենց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել իրենց հերոս աշակերտների անմահ սխրանքներում։ Դպրոցի նախասրահում փառքի անկյուն է կառուցված բոլոր պատերազմներում զոհված տղաների հիշատակին, որոնց շարքում է Գոր Ղահրամանյանը։ Ամեն անգամ վերհիշելով ցավ ես ապրում, որովհետև ունեցանք անդառնալի բազմահազար կորուստներ։ Այդ կորուստների թվում էր նաև Գոր Ղահրամանյանը։ Այսօրվա այ մենք որ քայլում ենք մեր հողի վրա, դրանց գինն է, դրանց արյան գինն է։ Մեր հողակոտորի ամեն մի սանտիմետրը շաղախված է այդ տղաների արյունով։ Եվ մենք պարտավոր ենք ցանկացած առիթ օգտագործել հիշելու, պատվելու նրանց, փառքի արժանացնելու։ Ես խոնարհվում եմ այդ տղաների հիշատակի առաջ։ Գորը մեր հուշերում կմնա այդպիսի երիտասարդ, գեղեցիկ, ժպտերես։ Նա կհիշվի բոլորի սրտերում, նա կապրի բոլորի հիշողության մեջ։ Այսօր ես գլուխ եմ խոնարհում իմ աշակերտի առաջ եւ բոլոր մարտիրոսված երիտասարդների առաջ։ Այսօր Գորը մեզ հետ չէ։ Իմացյալ մահով ընկավ հայրենիքը պաշտպանելիս։ Նա ընկավ հերոսի մահով։
Շատ ցավալի է անցյալով խոսել մի մարդու մասին, ում հետ կապված մենք ունենք շատ հուշեր։ Ցավալի է շատ իրոք, որ նման ընկեր, նման տաղանդ ու նման որդի ա կորցրել հայրենիքը ու մենք պետք է այնքան գիտակցված ու արժանապատիվ ապրենք այս հողում, որ գոնե ինչ-որ տոկոսով ու ինչ-որ չափով արժանի լինենք այն կյանքերին, որը որ այս կյանքից ոչ մի բան չհասկացած այսքան շուտ ավարտվեց։ Չկարողացա գա իր հուղարկավորությանը, քանի որ ծառայության մեջ էի, ծառայությունից հետո եկա եւ այցելեցի իր գերեզմանին, մենք շատ ենք սիրում իրան, փառքով հիշում ենք նրա հիշատակը եւ միշտ վառ ենք պահելու իր անունը։ Գոռը մեզ համար մի այնպիսի տղա էր, որ մենք չենք հավատում նրա զոհվելուն։ Երբ որ ես լսեցի, որ Գոռը անհայտ կորել էր, մինչև վերջին հույսը ունեի, որ Գոռը կգտնվեր։ Գոռը միացար երկնքի այն աստղերին, որոնք ջերմությունն ու լույս են սփռում մեր աշխարհին ու ապրեցում են մեզ։ Նրանք զոհվեցին, որպեսզի մենք ապրենք։ Եվ այսօր, երբ մենք գնում ենք գերեզմանները, Գոռի հպարտ հայացքը մեզ հուշում է, որ մենք չպետք է թողնենք Արցախը, որ մենք պետք է ապրենք ու արարենք մեր Արցախում ու մեր սերունդներին պատգամենք, որպեսզի շարունակեն Գոռի եւ նրա նմանների կատարած գործը։ Եվ իրոք մենք չենք կարող ուրիշ տեղ ապրել, որովհետեւ այս հողը ոչ մի տեղ չկա, որովհետեւ այս հողը շաղախված է մեր հերոսների արյամբ։ Ես խոնարհվում եմ Գոռի, նրա մայրիկի, հերոսացին մոր առջև եւ խոնարհումս բոլոր այն մայրերին, որոնք ծնել են մեր հերոսներին, որոնք մեզ թույլ են տվել նորից ապրել Արցախում եւ կարողանալ արարել ու շինացնել մեր Արցախը։ 44 օրյա պատերազմը ճակատագրական եղավ եւ Գոռի եւ մնացած մեր անժամանակ կորցրած երիտասարդների համար։ Գոռը մեզ համար կմնա անմոռանալի մի գեղեցիկ հուշ բոլորի սրտերում, կանցնեն շատ օրեր, կանցնեն տարիներ, միևնույն է, մենք բոլորս անպայման մեր սրտի մեջ կպահենք Գոռի հերոսական կեցվածք։ 44 օրյա պատերազմը մեր հասարակության շարքերից խլեց անմոռանալի գեղեցիկ երիտասարդների Գոռին, Հարութին, Արմայիսին եւ Խաչատուրին։ Իրենք որպես անմահ սերունդներ մեր հիշողության մեջ կմնան միշտ վառ մեր բոլորի սրտերում։ Պատարայում գյուղի զոհվածների հիշատակին կառուցված հուշահամալիրը համալրվել է նոր անուններով եւ լուսանկարներով։ 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները հուշահամալիրում իր նախաձեռնությամբ եւ սեփական ուժերով տեղադրել է համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը։ 44-օրյա պատերազմում զոհված 7 պատարեցիների հիշատակին գյուղում խաչքար հուշաղբյուր է տեղադրվել համագյուղացի զոհված տղաների մարտական ընկերոջ, այժմ էլ զինվորական Միքայել Ավանեսովի ջանքերով, որը գնահատանքի արտահայտում է զոհված համագյուղացիների հիշատակը հարգելու եւ վառ պահելու։ Թող երկրի վրա խաղաղություն լինի, երբեք մի մարլաշ չինի, թող նորանոր մանուկներ ծնվին մեր ազգին, մեր ժողովրդին պետք է ուժ, պետք է պայքարել, պարտավոր ենք մեր նախնիների, մեր հայրերի, մեր օրեղբայրների, արդեն նաև մեր եղբայրների, մեր ընկերների արյան շնորհիվ հողակտորը պաշտպանելու ու հնարավորություն ստեղծելու մեր ապագայի, մեր երեխաների համար խաղաղ, կապույտ երկնքի տակ ապրել։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի զինծառայող շարքային Գոռ Վաչիկի Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Նրանք կռվեցին հերոսին վայել, որ մենք չկորցնենք հաղթելու հավատն ու նոր վճռականությամբ պաշտպանենք հող հայրենին։ Մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պարտավորություն։ Գոռը եւ մյուս զինվորները սպաները զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը եւ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։
Փառք, գորի նման զավակներ ծնած ծնողներին, խոնարհվում ենք նրանց առաջ, քանզի նրանք հայրենասեր ու քաջարի զավակներ են ծնել, սնել ու դաստիարակել։ Խոնարհվում ենք մեր զինվորների ու բոլոր անմահացած հայրենիների, շիրիմների և սխրանքների առաջ։